Մխիթար Հայրապետյան Արգելի գործընկերներ, այսօր նաև պարոն Հայրապետյանի ծննդյան օրն է, առաջարկում ծաղրությունները ողջունենք տալու։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ մեզ հետևող, ես նախ ուզում եմ ասել, որ որպես կանոն մեզ համար նախընտրելի չէ ընդհանրապես այս օրինակ արագացված ռեժիմով որևէ ընթացակարգով ազգային ժողովին որևէ փոփոխություններ կամ լրացումներ ներկայացնելու պրակտիկան, որպես կանոն մենք փորձում ենք լավագույնս նախապես պլանավորել մեր քաղաքականությունները, սակայն հասկանալի է, որ երբեմն լինում են իրավիճակներ, որտեղ օպերատիվ արագ լուծումներ են հարկավոր։ Փորձելով փոխլրացնել գործընկերներից, որպեսզի առավել պարզ եւ ամբողջական լինի հիմնավորումը, թե ինչու այսօր մենք ստիպված ենք դիմել ձեր աջակցությանը հենց այս ձևաչափով խնդիրը լուծելու նպատակով, ասեմ, որ մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով, այսինքն մի քանի նպատակ է ունեցել այս օրինակ նախագծի հիմքում դրված եւ մեխանիզմ ստեղծելու համար եւ մայիսին մենք ակնկալում էինք, որ համապատասխան իրավական ընթացակարգերով առաջնորդվելով մենք կկարողանանք այս աշխատանքը պատշաճ կերպով իրագործել, սակայն կառավարության գործընկերների հետ, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ հավերժ եւ անվերջանալի թվացող քննարկումները ստեղծում էին ռիսկ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու, հետեւաբար մենք ընդունեցինք գործընկերների առաջարկը արդեն օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք համապատասխան լիազորող նորմ ունենանք սահմանված օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա կառավարությանը արդեն շատ արագ 1-2 շաբաթվա ընթացքում օրենքը ընդունվելուց հետո համապատասխան ռազմամթերքը, զենքերը եւ լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին։ Ուստի եւ եւս մեկ անգամ հույս ունեմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում այս հապճեպությանը, բնականաբար նաև միևնույն ժամանակ ստանձնելով պատասխանատվություն ապագայում հնարավորինս չեզոքացնել այս օրինակ նախադեպերը։ Այնպես որ շնորհակալ եմ այսօրվա արտահերթ նիստ գումարելու համար, ինչպես նաև ազգային ժողովի մեր երկու գործընկերներին Տրդատ Սարգսյանին եւ Արմեն Խաչատրյանին մեզ հետ օպերատիվ եւ որակյալ համագործակցություն կառուցելու համար։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում Սերգեյ Բագրատյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ծննդյան օրվա արդիվ եւ հարցը հիմնականում վերաբերում է ոչ թե բուն նախագծին, այլ նախագծին նպաստող հանգամանքներից մեկին, մասնավորապես այն կադրային հնարավորություններին, որ մենք ունենք Սփյուռքում, այսինքն այն մասնագետներին, որոնք այլ գերատեսչություններում, այլ երկրի գիտահետազոտական ինստիտուտներում եւ ռազմարդյունաբերությունում հզոր որոշակի մեծ հեղինակություն ունեն եւ այդ մարդկանց մենք կարողանում ենք ներգրավել այս նման աշխատանքներ իրականացնելու համար, որովհետեւ համայն հայության ներուժն է անհրաժեշտ մեր ռազմարդյունաբերությունը ամբողջովին իրացնելու համար։ Այս իմաստով
կխնդրեի, եթե կա մենք ունենք այլևս այս ցուցակը, որոնց հետ մենք պետք է աշխատենք այդ գիտական կենտրոնների եւ այդ մասնագետների հետ, եթե կա, խնդրում եմ մի քանիսի մասին տեղեկացնել մեզ։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, նախ շնորհակալություն եւս մեկ անգամ շնորհավորական խոսքի համար։ Երկրորդ ակնհայտ է, որ առաջին շարք տեղափոխվել է, եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ պարոն Քոչարյանը ձեզ հետ շատ է խոսել այս թեմայի մասին, որովհետեւ վերջին 1.5 տարիներին հիմնականում հենց պարոն Քոչարյանն է խոսում Սփյուռքից համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների մասնագիտական ներգաղթ կազմակերպելու հենց ռազմարդյունաբերական ոլորտում ներգրավելու նպատակով եւ այս թեման ըստ էության մեր մշտական քննարկվող թեմաներից մեկն է, օգտվելով առիթից բնականաբար նաեւ հասկանալի պատճառներով ոչ շատ փակագծերը բացելով կարող եմ ասել, որ վերջին տարիներին ակտիվ ներհոսք ենք նկատում հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ, գործարաններ, թե նոր պրոդուկտների մշակման, այսինքն գիտահետազոտական աշխատանքներում եւ փորձարարական մշակումներում ուրեմն ներգրավելու, թե հենց արտադրական process-ներում ներգրավելու, որպես գլխավոր կոնստրուկտորներ, տարատեսակ ինժեներներ ենք ներգրավված Սփյուռքի տարբեր համայնքներից, հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Հուսամ կարողացա պատասխանել, որքանով որ հնարավոր էր հրապարակային կերպով։ Համեցեք արձագանք, պարոն։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, պատասխանի համար, ճիշտ ասած, պարոն Անդրանիկ Քոչարյանը դեռ չենք հասցրել այս մանրամասնությունենք, ընդամենը 1-2 օրվա պատմությունն է, դեռ չի անդրադարձել Բոստոնին, բայց ուրախ եմ, որ Բոստոնից եք սկսել, որովհետև հենց այդ ուղղությամբ ի նկատի ունեի որոշակի տեղեկատվություն ունեմ, կուզենամ, որ անպայման մենք մեր հայրենակիցների ներուժը օգտագործենք Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը բարձրացնելու, պաշտպանունակությունը բարձրացնելու, անվտանգությունը բարձրացնելու իմաստով, ինչ վերաբերում է հրատապությանը, մենք պատրաստ ենք օրը 5 անգամ արտահերթ նիստ անել, միայն թե կարողանանք մեր ընդհանուր նպատակին հասնել, մենք ենք շնորհակալ, որ դուք ձեռնամուխ եք եղել ավելի ակտիվ գործընթացների եւ մենք ձեր կողքին ենք այդ բոլոր խոչընդոտների ժամանակ։ Շնորհակալություն։ Իրավաբանական հարցերն եք, կասեք մենք կլուծենք այդ հարցերը, պարոն Հայրապետյան։ Պարոն Բագրատյան, տեսեք, մենք առաջիկա ժամերի ընթացքում կքննարկենք այս հարցը երկրորդ ընթերցման տանելու նպատակով եւ եթե նիստի վերջում հարկ կհամարեք պատգամավորներով, որ կարող ենք դռնփակ ձևաչափով առավել անկաշկանդ քննարկում ունենալ թե մասնագետների ներգրավման եւ թե հենց այս նախագծով նախատեսվելիք շատ կոնկրետ վերջնաարդյունքի վերաբերյալ ես մշտապես պատրաստ եմ սիրով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերը սպառվեցին, հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար գրանցում։ Ես արտահերթ ելույթով հանդես գամ։